եք եւ ձեր աչքերը փայլում են, ժպիտը կա, ամեն ինչը կա, իշվատավոր, շատ լավ է։ Բարեկամներ, հարգանքներս, այսօր մեր երթևեկությունը լավ օրը, բարեբեր օրը, սկսում ենք Զառիթափ համայնքի, Զառիթափ գյուղի մոտակայքում ենք այս պահին, նոր մտա խանութից առևտուր արեցի, մի գեղեցիկ ամանորյա բան եմ վերցրել, սոլֆետկա, անձեռնոցիկ եւ ասեմ ձեզ հիանալի անձեռնոցիկ է, ամանոր ինձ հիշեցրեց, ուրախացա եւ ուրախ տրամադրությամբ իբագնում ենք Խնձորու գյուղ, որը սահմանամերձ է, այնտեղ ապրող մարդիկ հզոր քաջարի հայորդիներ են, ովքեր չեն լքել իրենց գյուղը, մի բան էլ մնացելու շենացնում են, բայց արդարության համար ասեմ, հիմա ումտում որ գնում ենք, մեր Օբելյարը, Տիկին Ռիման, Ռիմա թե Ռիտա, հա, Տիկին Ռիտան այսօր նրա ծննդյան օրն է եւ նրա 4 երեխաները Մանուկը, Մայիսը, Ռաֆոն եւ Մարինեն որոշել են նրան ուրախացնել, շնորհավորել, նրանք այս պահին Երևանում են, ինչ-ինչ հարցերով պատահում է, երբ որ մարդը գյուղից գնում է քաղաք եւ այդպիսի դեպքերը հայոց աշխարհում ցավոք շատ են, այդպես պատճառով բնակչության 70%-ը ապրում է քաղաքում, Երևան, իսկ մնացածը մարզերում, ես էլ մեկն եմ, ով չի ջոգում որտեղ է ապրում, մարզերում թե քաղաքում, բայց ամեն դեպքում ամեն օր քնում եմ մարզում, հետեւաբար այս մարզում էլ ապրում եմ եւ փորձում եմ իմ ու Վարդանի փորձը այնա որ ապրես որտեղ ուզես, որտեղ ծնվել ես ու աշխատես որտեղ ուզես, հայկական լինես, էլի։ Մենք էլ մեծ սիրով փորձում ենք այդ ավանդույթը պահել, այնպես որ այդ ավանդույթը աջակցելու համար լայքեք, բաժանորդագրվեք, տարածեք այս տեսանյութը, թող բոլորն իմանան, որ հնարավոր է նաև ապրել մարզերում, աշխատել որտեղ ուզես, այնպես որ ով որտեղ ծնվել է, թող փորձի այնտեղ էլ մնալ, եթե կարող է, եթե չէ, էլի մենք հասկանում ենք, ամեն ինչն էլ մարդու համար է, տեղավորվելու է ու ընդունելի։ Ընկերներ, այսօր մեր Տիկին Ռիտան հատուկ օր է իր համար, իր ծննդյան օրը եւ 4 երեխաները նրան շատ են սիրում։ Սերը պետք է հասցնենք տեղ, ինչքան էլ հեռու լինի, ինչքան էլ սահմանամերձ լինի, մենք մեկ է սիրում ենք գնալ, շրջել, պտտվել ու գալ։ Եվ այսօր դրոնով պետք է նկարենք Խնձորուտը, ով չի տեսել Խնձորուտը, մի անգամից կտեսնի համ դրոնով, համ էլ այսենց էլի, առօրյական նկարելով։ Մենք մեծ սիրով ենք ցույց տալիս ձեզ Հայաստան աշխարհը, տեսեք ինչքան գեղեցիկ է, սա Վայքի լեռներն են, ընկերներ։ Վայոց Ձորյան, հզոր լեռները ամեն կողմը մի ձևի է, մի դիզայն է կարծես, շատ գեղեցիկ, աչք շոյող, այստեղ էլ ինչ-որ շինարարություն են անում կամ էլ հումք են հանում, որ տանեն, լցնեն բաները, փողոցները հողապատեն, հողալցման աշխատանքներ կատարեն, այո, մարզերում ասֆալտապատումը դեռ շատ ակտուալ չի, դրա համար թաղերը հողալցում են անում եւ հողահարթեցում են անում։ Ճիշտ է, դա տևում է մինչև հաջորդ անձրև, բայց ամեն դեպքում էլի հաճելի է տեսնել, որ աշխատանք է կատարվում։ Տեսեք, հոցգից են գծել դաշտերի մեջ, հանկարծ չխախտեք, չանցնեք, հոցգից չկտրեք, որովհետև դա կարող է վտանգավոր լինել կյանքի համար։ Ասեմ ձեզ նաև, որ այս ճանապարհով շատ են անցնում կենդանիներ, օձեր, մկներ, գայլեր եւ իհարկե արջեր, այնպես որ այստեղ գալուց հաշվի կառնեք, որ կարող է գնաս, մեկ էլ պատահական արջը որոշի այս դիմապակուց ներս մտնի, այնպես որ արջին ներս չհրավիրելու համար շատ ուշադիր եղեք այս ամայի դաշտերում, նրանք այդքան էլ ամայի չեն, այստեղ բազում կենդանական աշխարհ կա։ Դե ինչ, վայելեք դաշտերի գեղեցկությունը, ես կօգնեմ, որ ավելի ուժեղ վայելեք, քիչեցնեմ լուսամուտը, չեմ ալարի, Վարդան էլ չի ալարի լուսամուտից դուրս, առաջի ձեռքը նկարի, տեսնեք այս գեղեցիկ, հələ տեսեք ինչ սիրուն ծաղիկներ են։ Սա դաշտերն են, դաշտերի երանգն է բարեկամներս, տեսեք ու հիացեք։ Ուզում ես քաշել աջ կանգնել ու փռվել այս խոտերի վրա։ Մի հատ էլ անուշ աղբեր գա տուրիզմով զբաղվող, դրոնով նկարի քեզ ու լավ կադրեր ստանա գցի Instagram։ Բայց ասենք ցանկալի է որ թույն սիրուն աղջիկ լնես էլի որ շատ նայեն, թե չէ տղեկին շատ չեն նայում։ Ընկերներ, թե չէ, ասենք ես հիմա արդեն պարկացկել էի ինձ, պարկել էի խոտերի մեջ հիմա, հատ էս տես էի խոտները, բայց քանի որ մենք տղա ենք, տղամարդ, արի տես բաներ չանենք Վարդան, էդի թող աղջիկներն անեն, հա։ Ի վերջո պետք է լինի սահմանը աղջկա եւ տղայի, թե ուզում եք լրիվ ջնջենք, չենք ջնջելու մենք տղա ենք մնում, աղջիկներն էլ աղջիկ, մեր բաժին աղջիկները աղջիկ են, տեսի, դե հեսա, քո բաժին աղջկան էլ կգտնենք Վարդան, այդպես երկար չի մնա։
Այդքան երկար միայնակ չես կարող ապրել, բարեկամ, պետք է գտնենք կեսիդ։ Փնտրվում է կես։ Դաշտերի հետ իմ ամենախոսություն եմ անում, ընկերներ։ Ասֆալտին ճզմված մուկ նկատեցի։ Այսա այն է, ինչը որ ասում էի նոր։ Խեղճը չի կարողացել իր բաժին 6 մետր անցնի։ Ընկել է մի ահռելի վիթխարի մեքենայի անվադողի տակ ու մոտիկից ծանոթացել ասֆալտի խճաքարերի հետ։ Տեսեք, հրաշքը այստեղից սկսում է, կարծես մի հրաշք հոլիվուդյան ֆիլմ լինի, ֆիլմի տեսարան, որտեղ ուզում ես քայլել ու գլադիատորի պես այսպես ափերով շոյես հասկի գլուխ։ Այսպես կապնելով անցնի, էլ այսպես ճոգիրսս։ Հորա, հլեի սիրունա, հլես ես պահը նկարի։ Կարծես դաշտի այս հատվածը մի հսկա սիրահարված լինի և իր սիրեցյալի համար տնկած լինի այս ծաղիկները, որ սիրեցյալը գա և խելքահան լինի ու հենց դաշտի մեջ սիրեն իրար։ Սերը թագավորի այս դաշտերում։ Տեսեք ինչ գեղեցիկ ոլոր-մոլոր խոճուր ճանապարհ է մեր կադրերում։ Այս ճանապարհն է, որ մեզ կհասցնի Խնձորուտ։ Գովելի է եւ հիանալի, երբ որ սահմանամերձ յուղի ճանապարհը գեղեցիկ է եւ հարթ։ Այնտեղ հասնելը շատ հեշտ կլինի։ Այնտեղ հասնելու շատ լավ է նպաստում այս ճանապարհը եւ հետեւաբար սահմանամերձ յուղի մարդիկ ավելի վստահ են, որ իրենց օգնությունը պետք եղած ժամանակ ավելի շուտ է հասնելու։ Բայց վատը է նա, որ մի սնարյադի փայ է, էլի, որ մի հատ սնարյադ ընկնի ստե ճանապարհը չի լինի, էլ պետք է շրջանցել։ Այդ է խնդիրը։ Հա? Խնդիրը թե չէ։ Մանավանդ երբ որ հարևան թշնամի ահռելի վայրյակ շուն թուրքը գիտի, որ գիտենք, որ ունի բան, էլի։ Սպուտնիկ ու ինքը ամեն ինչ տենում է։ Դրա համար ես հիմա պատկերացրեք ինչ եմ ցույց տալիս սպուտնիկներին ձեռքովս, բարեկամներ, ողջունում եմ նրանց։ Ջերմագին, տեսեք, ընկերներ, տեսեք, մեր թշնամիներ։ Ողջունեցի բարեկամներ, հիմա հերիքա է, հետ բերեմ ձեռս, ահա։ Ու գնանք, ընկերներ, գնանք հասնենք Խնձորուտ գյուղ։ Օ, վայդի ովորոտ է։ Լավ աղբեր, ինչ ես կան նկարում, ինչ խոսամ, խոսալ բան չմնաց։ Բարեկամներ, ձեզ թվում է, թե այստեղ արդեն էլի սովորական սարեր են բնություն, բայց զարմացնեմ ձեզ։ Հենց այստեղ է ծվարել մեր Խնձորուտ գյուղը, ընկերներ, սահմանամերձ Խնձորուտ է։ Տեսեք, ահա երևաց նրա ցուցանակը։ Մենք հիմա Խնձորուտում ենք, ընկերներ, հիմա պետք է զանգ կատարենք, որ տեղը տեղին կազմակերպենք մեր բաժին անակնկալը։ Զանգենք իմանանք մեր տիկին Ռիտայի տանտեղը։ Արա ձյուկը տես կարաս պիկա մնաց բաների ետևում։ Պռես ընկերներ, տուկի պռեսն ես, հա, որով կովիկների համար զմռանկեր են պատրաստում։ Անուշ աղբեր։ Ես արդեն մտա Խնձորուտ։ Հիմա ասես GDR-ով եթում եմ առաջ աղբեր ձեր ասֆալտով, շատ լավ ասֆալտ է, ուլիկները տեսար, ուլիկներ կային։ Ուլիկները ուշադիրելի աչուձախը նկարի։ Դպրոցի մոտով ասնում ես։ Հա։ Պատուզայթում աչով բարձանում է։ Հա, աչով արդեն մտնում եմ գրունդ։ Չէ, ասֆալտը։ Էլ ասֆալտը։ Գեղեցիկ փոքրիկ գյուղ է Խնձորուտ գյուղը, բնակեցված հզոր մարդկանցով։ Ամեն ինչ ուղղակի հիանալի է։ Բարև ձեզ, ՀԴՄ-ով առևտուր էր անում իմ բարեկամուհին, փաստորեն այդքան գնացինք առաջ։ Բարի օր ձեզ։ Բարեկամներ, հիմա գնում ենք, հələ դպրոց չեմ ասել, աղբերս, հեսա մի քիչ հետո հասնում եմ։ Տեսեք ինչ հետաքրքիր է գյուղը մեր Խնձորուտ։ Աղբեր սահմանից քանի կիլոմետր է հեռու։ Կապած է, չէ։ Սարի վրա կեսը մերանք են, կեսը իրանք են։ Եկել, ես վերջերս են եկել, թե այլստեին։ Չէ, այլստեին են։ Դպրոցին հասա աղբերս։ Անցի
Այդև աչով դիքա բարձանում ասֆալտը։ Էսա մեր օպե։ Ախպեր ստե որ դրոն են թրցնում ոչ են բռնում հակաօթային պաշտպանությունը։ Չէ։ Բայց ուզում եմ թրցնեմ նկարեմ էլի։ Դպրոցի վերանորոգում է գնում, խնձորուտում։ Բարի օր ձեզ, բարի օր, բարի օր։ Դպրոցն են վերանորոգում ախպեր։ Բարև բալուսանելով գնում ենք, խնձորուտցիները լավ ախպերներ են։ Տուն են սարքում։ Ախպերս հիմա եկա աչը տեսա, աչա բարձանում։ Աչով բարձած է։ Բարձրացանք ախպերս։ Այստեղ անասնապահության հետքեր են երևում ասֆալտին, բարեկամ։ Կովիկները առատորեն պարգևատրել են ասֆալտին։ Հիմա ասես գնում եմ մի հատ 50 ածինկա դեմներս կայնած, բաց կապույտ գույնի։ Չէ, անցի։ Ախպեր ստե մարդիկ կան, հեսա հարցնեմ, ասեմ մեր տիկին ռիտայից տանտեղն ասեք։ Սոսես տունը ռտային։ Սոսենց, բարև ձեզ, ոնց եք։ Ոնց եք ճուտոներ։ Մենք էլ ենք լավ, եկել ենք ձեր սիրուն յուղը նկարենք, բայց եկել ենք անակնկալել անենք, մեր տիկին Ռիտայի ծնունդն է, Սոսենց տունը որտեղ է։ Հոպարես, բա չէ գալի տանք շնորհավորենք, ծափեր տանք։ Ուղիղ գնացեք, ծախի վրա մի հատ Սերի մեքենա է կանգնած, դե հələ մի րոպե, կարանք ձեր ճուտիկներին նկարենք։ Վարդա մտ նկարի պուճուրներ։ Մտ թաթիկով արեք ձաձային։ Հələ սենց արեք։ Չեք բարևում։ Հəլն դե աղջիկները փոքր տարիքից են այտենց, հա։ Չեք բարևում։ Բարև։ Չեք բարևում։ Ձեր անուններն ի՞նչ է։ Արիաննան եւ Սեդան ձեզ ողջունում եմ, բարեկամներ, կապ չունի որ թաթիկով չարեցին, բայց ամեն դեպքում գոնե հաջող արեք։ Հաջող գնում եմ։ Ահա, արած։ Հələ մեծ նորից հաջող գնացի, հաջող, պակա։ Դու չես անում պակա։ Դե գնացինք ձեզ լավ որ։ Հա, ախպերս այնա, հոպարենցը տնտանիքին հանդիպեցինք փաստորեն ձեր փողոցներում։ Այ ախպերս թաղը ասֆալտ է կարե։ Անցածբարի են արել։ Բա ջան, հիմա ասած հայաթը սերի, մեղուներ կա աստե ախպերս։ Մեղուները։ Գնա դեմ դիմաց կապուտ բան է, վարոտ է։ Հələ մեր օպե ախպեր, հիմա մետ կանաչ վարոտ հանդիպեցինք։ Գնում ենք։ Մի հատ տրակտոր եմ տեսնում։ Մանկության տրտերը կարելի ասել, սինի տրակտորի եզիդ գնամ, նկատեցիր ձախի գեղեցիկ շարված բլոկով պատը։ Սենց ուղղանկյունաձև։ Ահա, անցնում ենք։ Կապուտ վարոտը տեսա սերի ավտոն էլ հետ է ախպերս։ Սերի Ford Fusion-ը ախպերս։ Ահա։ Մեր ավտոն է։ Ախպեր աչից էլ է կապուտ, ձախից էլ, հիմա որ կապուտն է։ Այդ բանը, դիմացին է, ձախինը։ Խաբար են որ գալիս ենք։ Չէ։ Չէ։ Դե ախպերս, վсё։ Մենք սկսում ենք օպերացիան, ախպերս, օպերացիան սկսում ենք։ Լսի, հարսիկի անուն էլ ես գրել, թե երեխեքի անուններ, Մանուկ Մայիս Ռաֆո Մարին է։ Չէ, այդ մարնեն եք բանն քուրս է։ Հա, в общем, 3 ախպեր մի քուր։ Հա։ Մանուկ Մայիս Ռաֆո Մարին է։ Բարեկամներ, ես չէի նկատել, որ մազը չես վերցեք, կերակ։ Մազերս տեսա, այսքան ճամփա են գալի, նկարում ես, մատ չես ասում մազերդ։ Բարի օր ախպեր։ Ոնց ես։ Դու որդին ես, թե Ես փեսան եմ։ Փեսան եմ, միակ անկրկնելի դստեր փեսանս, մեռնեմ քո սրտին, Նարեկ ջան։ Բանը հավաքվել եք ածնդեք, բանը մա։ Հա, անգերս կաս։ Բա, Քել։ դու որդին ես։ Չէ։ Ախպեր ես։ Սեղանի գլուխ նստած է։ Հա, հավքով նստել եք արդեն։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վայ, բարև ձեզ, ես ուր եք գնում։ Ուր եք գնում այս պահին։ Եկեք, ուր ա մեր օբելարոստը կայնած չի։ Ստեղ է։ Ես իմ նույն հարասատ մորի Ծննդյանորը իս ծապերը այս ձեզ համար են ծապեր ենք տալիս։ Շնորհավոր լինի ձեր ծննդյանորը, եկել ենք ձեզ ուրախություն, սեր ու հարգանք բերենք։ Սիր մետաքս է ձերքերով ինձ բարուրե Մամուզում եմ ես առաջվա պես օրով Դες մի քիչ դժվար է վարվում, բայց վարվելու է հաստ։ Քո անուշ զայնով
Դուք գիտեք ինչքան սիրված անձնավորություն եք, ինչքան շատ են ձեզ սիրում շուրջ բոլորը։ Ամբողջ գյուղը ցած հարց փորձանով եկել ենք, բոլորն էլ ձեզ շատ են սիրում, բայց կան սիրողներ, որոնք շատ տարբեր են եւ ձեզ շատ անչափ շատ են սիրում, որ առողջ լինեք, ձեզ շնորհակալ են հավերժ, մի ամբողջ կյանք ինչքան ապրեն, սերունդներով ձեզ շնորհակալ են, իսկ թե ովքեր են նրանք, Փաթաթվիր ինձ մամ, քո գրկում ես մանուկ դառնամ Աշխարհի չար կարող եք, հա, իմացաք, երեխեքից դե մենակ հիմա ձեր դուստերն, հա? Ուրա, որ, տխեն ուրա, մերնեմ սրտի, դու որ մեկն ես? Ռաֆոն, հա? Մայիսն է, Մայիս ջան, հաշներդ լույս լինի, ձեր երեխաների կողմից, 4 բալիկների կողմից, ինչու չէ նաև մեր Փեսահանուշ աղբոր կողմից էլ։ Շատ ածել, նայեք ոնց ես, նայեք ժպտում է։ Մի հատ լավ երազանք պահեք, չեք իմացեք։ Երեխեքից գլխից անպակաս ու ինչքան կապրեմ երեխեքից այսպես ժպտերս տեսնեմ։ Այսպես մի ժպտակ է, լավ, հանկարծ նշելի մի պաչը ժպտակ։ Մամայի ցանկությունն է։ Դե արդեն կարող եք այս կերակը մարել ձեր շնչով եւ կկատարվեն ձեր։ Այս քաղցրությունը հանձնում եմ ձեզ, վերցրեք Տիկին Ռիտա եւ կա մի պահ, որ պետքա կազմակերպի ձեր մայիսը, որովհետեւ նա ձեզ շատ ասում եմ, ձեր բոլոր երեխաների սերը հենց հիմա կփոխանցի ձեզ այս ծաղիկի փնջի շնորհիվ, որ իջացնի մեր աղբորը։ Տորթը ով է վերցնում։ Տորթը վերցեք, հարսիկն է տանում։ Իմացեք ձեր երեխաները ձեզ շատ են սիրում, ապրեք, որ այսպես խնձորուտում ապրում եք մեր սահմանի բերան, ստեղծագործում եք եւ ձեր աչքերը փայլում են, ժպիտը կա, ամեն ինչը կա, իշպատա, շատ լավ է։ Թաղնել ասպատը։ Հի, ընտիրա։ Կոմ ինչ է։ Հե? Իսկ սպասում ես ռուսերեն հավաքես, հա։ Ուզում ես հավաքես։ Այդ է հավաքում ենք, դավայ, հավաքեք։ Դե ձեզ լավ որ բարձր տրամադրություն մենք գնում ենք, դուք էլ մնացեք քեֆ բարեք։ Ախպեր ես գնում ենք բան, արտաշատ, փառքը չէ։ Հա։ Բայց միշտ գնալը պետք է դրոն բարձրացնենք խնձորուտի երկնքում, հուսամ թշնամիները չեն գողանա մեր դրոնը, հա։ Դու գնա դրոնի Վարդան։ Վարդանը հիմա դրոնը կբարձրացնի օդ եւ այստեղ է նաեւ ռիժիկը։ Ռիժիկը, որը վագրի պես սպասում է, որ ինչ-որ բան որսա։ Հե, անդ ինչ է։ Փշտ, փշ, փշ։ Գնաց, փախավ։ Խնձորուտի ռիժիկն էր կադրերում ընկերներ։ Նա անվանի կատու է, շատ մկներ է կերել դաշտերից եւ դրա ականատեսը եղել է իմ Անուշ աղբերը։ Քոհանն ինչ է, քոհանն ինչ է։ Ասա սոս։ Սոս դու ես աղբեր, գիտես քո մասին ինչքան լավ բաներ եմ լսել։ Այդպես միշտ լավ ես, առողջ ես, աղբեր ես։ Խնձորուտի առօրյան է ընկերներ, խնձորուտի առօրյայի գիլասն է ընկերներ։ Հազիվ եմ ինձ զսպում կրիշի վրայով չբարձրանամ ես գիլասից ուտեմ, ես իմ սիրած գիլասից է։ Քո անունն ինչ է։ Նկարում եմ, որ մեծանաս հիշես, լիա։ Մեծանաս, դառնաս ես սիրուն, հրաշք աղջիկ, քեզ տենաս, ասես, վայ, ես եմ։ Հա, կասես, բա դու ինչ ունես ասելու քո ապագային, հա։ Հա։ Ապրես։ Ջան։ Բա քո անունն ինչ է։ Քո անունն ինչ է։ Լուիզա, դու Լուիզա։ Լուիզան ես դու։ Ո, ինքան սիրուն աղջիկ։ Օ, շատ սիրուն է Լուիզան, շատ։ Լուիզա մե թաթիկով արա, հələ թաթիկով արա։ Ինքան ծառկատ ինչ է։ Ուր գնաց, ասում եմ։ Հելա վեր է, որ նկարի, ջուղը նկարի ձեր։ Սնա է տիտիկը նկարում է վերևից։ Դες հենա նկարում է հիմա։ Տեսար ինչ անում։
Հա, աղբերներ, լավ եք։ Լավ եք, չէ՞։ Դες միշտ լավ ելնեք։ Բա այդ գնում եք դուք, հա։ Այս հոբելարից նվերներ վերցե գնում եք։ Էլի եկար։ Всё, Վարդան, նստանք ելանք։ Բալիկներ, դե մենք գնում ենք, մեզ հաջողություն ասում եք։ Հաջողություն, հաջողություն, լավ մնացեք, առողջ եղեք, խելոք բալիկներ, սիրուն բալիկներ։ Ապերին հաջող արա։ Հար։ Հաջողություն են գնացինք, էի անը ֆրալու տեղ կա, թե զատներ թամ։ Բարեկամներ, ահա և պատմությունը խնձորուտի մասին, խնձորուտ գյուղը հզոր գյուղ է և մինչ օրս կա ու կլինի, որովհետև ամեն ինչ արվում է դրա համար, որ այստեղ կյանքը ծաղկի հզորանա։ Մենք էլ մեծ սիրով եկանք հյուր գտնվեցինք այս հրաշք գյուղում և մեր անուշ աղբոր բախտը մի քիչ չի բերա, ասֆալտը իրա տունչը ասած պրծել է։ Լավ կլներ, որ գոնե մինչև բակ գնար էլի, ասենք բակից դուրս գար ու սենց ասֆալտը սկսեր։ Այնինչ մի քիչ գրունտ մնացել է։ Դե ինչ բարեկամներ, լավ մնացեք, իսկ մեր հաջորդ ուղղությունն է Արտաշատ կոնտինենտալ ռեստորան, որտեղ ունենալու ենք մեգա անակնկալ ընկերներ, մեգա անակնկալն է մեզ սպասվում, այնպես որ գնում ենք որդուն տանենք հասցնենք իր ընտանիքին, ծնողներին, որովհետև այսօր նրանց 50 տարի միասինն է։ Ոսկյա հարսանիքն է ընկերներ, գնացինք առաջ։ Մի անգամից դրոն Եթե ուզում ես տրամադրությունը տուղվի լավում Քեզ սիրով հրավիրում ենք ու տանկյուն Այստեղ շպիտներ են իրական Ես ձեզ անից մեկը անակնկալ ես ուզում իրեն կան Սա մի հաշկ է հայկական Կարող է պատվիրել անգամ ամերիկան Ռուսաստանը կամ էլ Եվրոպան Հայերը ուժեղ են սաղ աշխարհով կան Ես ձեզնից մեկը տեղս ծիկ Մենք իմաստ ունենք ասելիք Մեր լեզուն հիմա մեր գործնա Դարերի մեջով եկած մեր փորձնա Ասկսկով ապանելուց ես չհոգնա Իմացեք չարիքի սկիզբը բողոքնա Աստծո գենա մեր վենեկով Մենք է պարսում ակուր հայացքով Կարոսում ենք բարին բոլորի ծնունդի լույս Ցերեկով թե մթին Լույսը մեր մեջ տալիս ենք աշխարհին Ոչ մեկ չի հաղթի ազգության պային